ախր իրենք պաշտոնապես դա հայտարարում են, պաշտոնապես, սա առաջին տարին չէ, ես նորից եմ ասում, 46 տարի է, ինչ գոյություն ունի այդ ուրեմն կրոնապետությունը, այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում նրանք այդ նույն բանը միշտ պաշտոնապես հայտարարել։ 46 տարում ստացվում է ոչ մի բան չի փոխվել, աշխարհաքաղաքական զարգացումներ, ընկալումներ, մարդու իրավունքներ։ Շատ բան է փոխվել, որտեղ այդ 46 տարում Իրանը հայտնվել է բազմաթիվ, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պատժամիջոցների ճնշման ներքո։ Իրանը, ինչպես ես արդեն ասացի, հետընթաց է ապրել, շատ խորը հետընթաց է ապրել, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում Իրանը բավականին այսպես մեծ տեմպերով, լայն քայլերով շարունակել է իր միջուկային ծրագիրը։ Ես վերջերս տեսա հեռուստացույցով ծրագրերից մեկում ցուցադրեցին այն հսկայական ստորգետնյա ուրեմն կառույցները, որտեղ աշխատում են այդ նույն ատոմային ռումբը ստեղծելու ծրագրի վրա եւ ակնհայտ է, որ եթե Իրանը կարողանար ուրեմն այդ կարճ ժամանակահատվածում ստեղծել իր ատոմային ռումբը, ապա անհապաղ կհարվածեր Իսրայելին, անհապաղ։ Դե պատկերացրեք, այդ հələ Իսրայելի բախտը բերել է, որ ընդհանուր սահման չունի Իրանի հետ, ընդհանուր սահման չունի։ Իսկ այնպես որ նաև մեզ Դե Պուտինն էլ է սպառնում միջուկային զենքով, բայց պարոն Վարդանյան, դա չի նշանակում, չէ, որ նա կիրառի։ Պուտինը միայն սպառնում էր, բայց այստեղ չպետք է Պուտինին հավասարեցնել այդ այաթոլլաների հետ։ Սրանք ավելի խորամիտ են, սրանք ավելի վճռական են, եւ հետո սրանց գաղափարախոսությունը, սրանք այդ ծայրահեղ իսլամիզմի, ֆանատիկ իսլամիզմի գաղափարախոսությունը իրապես տարբերվում է Պուտինի գաղափարախոսությունից։ Հետո Պուտինին չպետք է համեմատել դրանց հետ։ Բայց դուք տեսեք, եկեք համեմատություններ անենք։ Իսրայելը շատ փոքր պետություն է։ Ընդամենը 22,000-ից մի քիչ ավել քառակուսի կիլոմետր տարածք ունեցող։ Այն դեպքում, երբ Իրանի տարածքը 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Բացի այդ, Իսրայելի բնակչությունը մոտավորապես տարբեր հաշվարկներով կազմում է մոտ 10 միլիոն, իսկ Իրանինը 85-ից մինչև 90 համարյա միլիոն։ Հիմա այդ տարբերությունը մենք տեսնում ենք, չէ՞։ Այդ համեմատենք Ուկրաինա Ռուսաստանի հետ։ Քանի անգամ է Ռուսաստանը Ուկրաինայից մեծ։ Ուկրաինայում այսօր մնացել է 30-ից մի փոքր ավել միլիոն հասարակություն, ժողովուրդ, բնակչություն։ Ռուսաստանը 140 միլիոն։ Ռուսաստանի տարածքը 17 միլիոն քառակուսի կիլոմետր է, որը մոտավորապես 60 անգամ գերազանցում, 30 անգամ գերազանցում է Ուկրաինայի տարածքը։ Այսինքն այստեղ համեմատությունները տեղին են, բայց մենք տեսնում ենք, որ այստեղ նաև ակնհայտ է Իսրայելի վճռականությունը, որովհետև դե նախ Իսրայելը իհարկե իր մեջքին ունի այնպիսի հզոր դաշնակից, ինչպիսին Միացյալ Նահանգներն են։ Այն էլ Թրամփյան Միացյալ Նահանգները։ Այն էլ Թրամփյան Միացյալ Նահանգները։ Բացի դրանից իսրայելական լոբբին շատ ազդեցիկ է Միացյալ Նահանգներում։ Բացի ամեն ինչից էլ չմոռանանք նաև, որ այսօր Իսրայելում բնակվում են մոտ 700,000 Միացյալ Նահանգների քաղաքացիներ, որոնք ունեն Միացյալ Նահանգների անձնագիր։ Եվ իհարկե Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա, որ այդ մարդկանց գլխին ինչ-որ վտանգ լինի։ Երբեք թույլ չի տա։ Դա մեկ, երկրորդը, Միացյալ Նահանգները դա այն երկիրն է, որ երբեք չի ներել եւ չի ներելու այն նսեմացումը, այն հզոր հարվածը, որը ստացավ 1979 թվականին, երբ որ կատաղած այսպես
ֆանատիկ մահմեդականները հարձակվեցին Միացյալ Նահանգների դեսպանատան վրա եւ առևանգեցին այնտեղ մի շարք Միացյալ Նահանգների քաղաքացիներին, որոնցից մի քանիսին նաեւ սպանեցին դաժանաբար։ Դա այն հանցագործությունն է, դա այն հարվածն է, որը Միացյալ Նահանգները երբեք չի մոռանա եւ որի համար անպայման վրեժ կլուծի։ Այնպես որ այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Այս կոնֆլիկտի ֆոնին գանք մեր խնդիրներին հնարավոր բախումը մեր հանրային քաղաքական վերլուծական դաշտում շատերն էին կանխատեսում, չէին բացառում ամեն դեպքում եւ հիմա սա անհանգստացնող էր հատկապես այն իմաստով, որ կարող է Ադրբեջանը օգտվել իրավիճակից։ Դուք մտահոգություններ ունեք այս կապակցությամբ։ Ոչ։ Ինչու՞։ Ես ոչ մի մտահոգություն չունեմ, որովհետեւ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կփորձի օգտվել այս իրավիճակից, բավականին տագնապալից, բավականին սուր իրավիճակից, կփորձի օգտվել եւ հարձակում ձեռնարկել Հայաստանի վրա։ Ես դա բացառում եմ լիովին։ Ինչու, որովհետեւ Ալիևը շատ ավելի, այսպես գիտեք ինչ, շատ ավելի հեռատես քաղաքական գործիչ է եւ կշռադատող է։ Ինչ է դա Նա նշանակում։ շատ լավ հասկանում է, որ Հայաստանի վրա հարձակվելը այս պայմաններում շատ դառը հետևանքներ կունենա Ադրբեջանի համար։ Ամբողջ միջազգային հասարակության կողմից եւ առաջին հերթից մեր մշտական դաշնակիցներ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Ես կարծում եմ, որ այդ փաստը Ալիևը միշտ նկատի է ունենում եւ այդ փաստից երես թեքելը իր համար հնարավոր չէ։ Նա համբերատար կսպասի կտեսնի ինչով է ավարտվելու այդ կռիվը, այդ մղձավանջը, բայց ամեն դեպքում ես Ադրբեջանի կողմից որևէ վտանգ մոտ ապագայում չեմ տեսնում։ Մենք ավելի լավ է մտածենք մեր ներքին իրավիճակի մասին։ Մենք մտածենք այն մասին, որ մենք ֆինանսատնտեսապես, մենք բարոյահոգեբանորեն, մենք ուրեմն ամբողջ այսպես կոչված մեր անկախության տարիներին պարտվելով ինֆորմացիոն պատերազմում հասել ենք այս իրավիճակին, այս խայտառակ ես կասեի իրավիճակին եւ շարունակում ենք այն սխալ ճանապարհը, որը ընտրել էին հələ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից։ Դե տեսեք, սխալը սխալի հետևից։ Մայիսի 9-ին Հայաստանի ղեկավարը մեկնեց ուրեմն Մոսկվա մասնակցելու համար այդ շքահերթին։ Մեկնեց Մոսկվա եւ առաջին իսկ պահից Ռուսաստանում հայտնվելով իրեն շատ վատ դրսևորեց, շատ վատ տեսքով ներկայացավ Ռուսաստանում, ինքնաթիռից դուրս եկավ, ես արդեն ասել էի, չէ՞։ Այո, մեր եթերում խոսել ենք դրա մասին, չէի ուզենա, որ շատ կենտրոնանայինք, պարոն Վարդանյան։ Ինչու, մենք խորհուրդ չտանք երկրի ղեկավարին մի քիչ ավելի ուշադիր լինել իր արտաքին տեսքի նկատմամբ։ Ինչպիսի տպավորություն են ստեղծում մարդկանց վրա, հասարակության վրա, այլ երկրների ղեկավարների վրա։ Խորհուրդ ենք տալիս, բայց եթե մենք տեսնում ենք մի բան։ Դե խնդիրների շարքում կարծում եմ ամենագլխավորը վարչապետի տեսքը չէ։ Այդ մեկ սխալ, չպետք էր գնալ Մոսկվա, չպետք էր ընդունել Լավրովին այստեղ Հայաստանում, չպետք էր առավել եւս ընդունել Մատվիենկոին մի քանի օր անց Հայաստանում։ Այդ բոլոր սխալները իրար հետևից Հայաստանի այսօրվա ղեկավարությունը իրեն թույլ է տալիս առանց հասկանալու, որ միջազգային հանրության կողմից դա շատ վատ տպավորություն է թողնում։ Ախր պետք է մի քիչ մտածել մարդիկ ինչպիսի տպավորություն են ստեղծում Հայաստանի մասին, Հայաստանի այսօրվա ուղղվածության մասին։ Վերջին հաշվով ինչքան կարելի է փորձել մի քանի աթոռների վրա նստել, ինչքան ժամանակ։ Ներքաղաքական խնդիր է լուծում, պարոն Վարդանյան, այդպիսով Հայաստանի իշխանությունը, որովհետև մինչև այդ շփումները ակտիվ չէին, հապկի հետ սառեցված էր գործընթացը, բայց ասում են, քանի որ նախընտրական տարի է, նախընտրական տրամաբանությամբ փորձեցին հետ չմնալ եւ Ռոբերտ Քոչարյանից եւ Ռուսաստանի հետ ակտիվացնել շփումները։ Դուք ևս կիսում եք այդ կարծիքը։ Գիտեք ինչ, այսօրվա իշխանությունը ընդամենը մեկ հարց է փորձում լուծել։ Իր իշխանության երկարաձգումը, ուրիշ որևէ հարց նրան չի հետաքրում։ Ոչ սոցիալ-տնտեսական վիճակը երկրի, ոչ արդարության հնարավոր հաղթանակի սպասումները, որ ժողովուրդը ունեցել է սկսած 2018 թվականից, երբ որ իշխանության եկան այս քաղաքացիական պայմանագիր կոչվող
կուսակցության ներկայացուցիչները։ Տեսեք, հիմա իրանց համար հանգիստ ազատության մեջ ֆրֆռում են եւ Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ միայն ազատ ֆրֆռում են, այլ նաեւ իրենցից ներկայացնում են այսպես կոչված ընդդիմություն։ Այո, եւ պատրաստում են ընտրությունների Եվ պատրաստում են ընտրությունների եւ ունեն բավականին այսպես զգալի քանակի աջակիցներ, ցավոք սրտի։ Այս օրինակ անձամբից ցավ է պատճառում, որտեվ ես չգիտեմ, մեր ժողովուրդը միթե չի համոզվել այդ 20 տարի սերժական իշխանության տարիներին, միթե չի հասկացել, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ երկու հանցագործները, ծանրագույն հանցագործները, մարդասպանները, թալանչիները, բռնաբարողները, մարդկանց ունեզրկողները եւ այլն։ Միթե մինչեւ այսօր կարիք կա, անհրաժեշտություն կա ժողովրդին հասկացնել, նորից հիշեցնել, թե ինչ է կատարվել, ինչպես են մարդկանց ունեզրկել, ինչպես են ընդամենը ողջունի երկու բառի համար մարդուն ուրեմն ծեծելով սպանել,